մի քանի հարց ունեմ, նախ առաջինը ես կավելացնեի Տիկին Խամոյանը ուրիշ ուղղությամբ է գնում գնացքի են մյուս հատվածներ ոնց որ ընտրե, բայց ես ուզում եմ ինձ ավելի շատ ասեք պոտենցիալը, ինչ կարգի պոտենցիալ ունենք, սփյուռք ունենք, որ ամբողջ աշխարհում կարողանանք հայկական ապրանք վաճառենք։ Հիմա չգիտեմ ինչեր ենք խոսում ստեղ։ Սա առաջինը։ Իսկ ամենագլխավոր հարցը այդ համաձայնագրերը, որ կնքում եք։ Ինչ ունենք այսօր այդ նախկին կնքածներից Հայաստանի Հանրապետության շահը որտեղ է, կարող եք ինձ մի քանի տողով բացատրել, որ նախկինում աշխատել ենք, էս է եղել։ Ոնց որ ծաղիկը եկել ենք 7% ենք հասել։ Մյուսը ինչ ենք արել։ Ինդոնեզիայի հետ հիմա համաձայնագիրը համաձայնեցնում եք, որ կնքեք։ Ինչ պատկերացումներ ունեք, ինչ նախնական հաշվարկ կա, ինչ ենք վաճառելու, ինչ ենք ներմուծելու, որ ավելի մրցունակ լինենք, ինչ որ հումք ենք բերելու, որ երկրից ինչ ենք անելու։ Մյուսը գնողունակության հետ կապված էլ Տիկին Խամոյանին պետք է ասեք, որ եվրոպական շուկան ավելի գնողունակ է, եթե ուզում ես մի բան վաճառես, քան այլ շուկաները։ Դրա համար մեզ այդ գնողունակ շուկան է պետք։ Ինչ են եվրոպացիները պայքարում ամերիկյան շուկայի համար, որտեղ ամերիկան էլ է գնողունակ շուկա։ Շնորհակալություն։ Այս հատվածներն է մեզ պետք։ Ինչ ենք անելու։ Հետո մյուսն էլ չեք ասում դուք։ Հիմա այսօր հայտարարում են, ասում են նախկին սովետական միության երկրների համախառն ներքին արդյունքով ով որ տեղում է։ Կարդացել եք, նայել եք, հենց ռուսական ալիքներն են հրապարակում։ Առաջին 3 մերձբալտյան երկրները հանեք, Հայաստանը 3-րդ տեղում է։ Ռուսաստանից, Ղազախստանից հետո, Բելարուսից էլ առաջ։ Համախառն ներքին արդյունքով, շնչին ընկնող։ Սա բարձրաձայն խոսեք, որը չենք խոսում։ Այդ սա ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում է եղել։ Շնորհակալություն։